1918 թվականի մայիսի 28-ին հայ ժողովուրդը վերահաստատեց աշխարհի քաղաքական քարտեզին իր ուրույն տեղն ունենալու միասնական կամքը։ Հանրապետության տոնի առիթով տարածած ուղերձում նշել է նախագահ Վահագն Խաչատուրյանը, ընդգծել է չնայած գոյատևման կարճ ժամանակահատվածին, առաջին հանրապետությունն անգնահատելի ազդեցություն է ունեցել մեր ազգային ուղու վրա, դառնալով անկախ պետականություն կերտելու փորձառություն եւ ազատության ինքնիշխանության սկզբունքների հենարան։ Առաջին հանրապետությունն իր օրինակով ցույց տվեց, որ նույնիսկ ամենադժվարին իրադրության մեջ հնարավոր է սեփական ուժերով հիմնել պետականություն։ Այդ արժեքներն ուղեկցեցին մեզ դեպի երրորդ հանրապետության ստեղծում, դարձնելով մայիսի 28-ը ոչ միայն պատմական հիշատակի, այլև սերունդներին միավորող խորհրդանշական օր։ Խաչատուրյանը նշել է, ներկայում, ինչպես եւ 107 տարի առաջ, կանգնած ենք նոր մարտահրավերների առաջ, անվտանգային, քաղաքական, սոցիալական ու բարոյահոգեբանական։ Դրանց հաղթահարման ճանապարհը անցնում է միահամուռ աշխատանքի, սթափ եւ իրատեսական մտածողության, հանրային համերաշխության եւ ժողովրդավարության արժեքներին հավատարմության միջով։ Կրթությունն ու գիտությունը պետք է լինեն մեր զարգացման առանցքում, որպես երկարաժամկետ կայունության ու առաջընթացի գրավական, յուրաքանչյուրիս անհատական պատասխանատվությունը մեր պետության ու սերունդների առաջ մեր երկրի զարգացման շարժիչ ուժն է։ Թող մայիսի 28-ը մեզ կրկին հիշեցնի պետականության գինը եւ դրա պահպանման համար մեր պատասխանատվությունը իշա Հայաստանի Հանրապետության եւ ի բարօրություն մեր ժողովրդի, եզրափակել է նախագահը։ Հանրապետության տոնի առթիվ ուղերձ է հղել նաև ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, հիշեցնելով, որ 1918 թվականի մայիսի 28-ին Սարդարապատի Բաշ-ապարանի Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը, Ալեն Սիմոնյանն ընդգծել է, հայ ժողովուրդը ապրելով իր առջև ծառացած բարդագույն ժամանակաշրջաններից մեկը կարողացավ հավատալ իր ուժին ու ոտքի կանգնեց, կերտելով անկախ հանրապետություն։ Մայիսի 28-ը միայն անցյալի մասին չէ։ Այն մեր ընթացքն է դեպի ապագա, դեպի կայուն, արդար եւ ուժեղ պետություն։ Մեր սերունդն իր պատասխանատու դերակատարումն ունի կառուցելու այնպիսի երկիր, որտեղ պետությունը ծառայում է քաղաքացուն, իսկ քաղաքացին իրեն զգում է պաշտպանված։ Սա է մեր հանձնառությունը, որը վստահաբար համատեղ ջանքերով կյանքի ենք կոչելու։ Փառք հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր նահատակներին։ Շնորհավոր Հանրապետության տոնը, ազատ, անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը ուղերձում նշել է. այսօր ոգեկոչում ենք հիշատակները 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի, մեր ժողովրդի դրսևորած աննկուն կամքի, միասնականության ոգու եւ քաջարի պայքարի, որի շնորհիվ հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ Կաթողիկոսի խոսքով մայիսի 28-ի խորհուրդը կրկին հնչեցնում է անբեկանելի ճշմարտությունը, որ ժողովուրդը կարող է հաղթանակել, երբ միաբանված է մեկ նպատակով, մեկ ձգտումով ու բաղձանքով։ Մեր անկախությունը մեր հայրերի սրբազան ավանդն է մեզ, որը պետք է փայփայենք եւ շարունակենք համատեղ ջանքերով շնացնել մեր երկիրը, զորացնել մեր պետականությունը։ Այս տոնական օրը աղոթում ենք աշխարհասփյուռ մեր ժողովրդի խաղաղության եւ բարօրության, մեր բանակի հզորության, մեր պետության անվտանգության եւ առաջընթացի համար։ Շնորհավորական ուղերձներ են հղել նաև մեր երկրում մի շարք դիվանագիտական ներկայացուցչություններ։ Ֆրանսիայի դեսպան Օլիվիե դը Կոտինին ընդգծելով, որ այսօր Հայաստանը նշում է պատերազմից, ցեղասպանությունից եւ կայսրություններից մացապուրց եղած առաջին հանրապետության հռչակումը, X-ում գրել է. «Կեցցե հանրապետությունը եւ կեցցե ազատ, ինքնիշխան եւ ժողովրդավարական Հայաստանը»։ Նա նկատել է, որ այսօր Հայաստանի իշխանությունների կողքին են ոգեկոչելու Սարդարապատում տարած հաղթանակով հնարավոր դարձած Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումը։ Հայաստանում Եվրոպական միությունն էլ շնորհավորական ուղերձում նշել է. այս օրը դիմակայունության եւ պետականության հպարտ վկայությունն է, թող այն մշտապես ոգեշնչի խաղաղության եւ առաջընթացի ճանապարհին, ասվում է կազմակերպության Facebook-յան գրառման մեջ։ Շնորհավորական ուղերձներին միացել է նաեւ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը։ Մաղթում ենք Դաշնակցային Հայաստանին պետականության ամրապնդում եւ բարգավաճում, իսկ հայ ժողովրդին խաղաղություն եւ բարեկեցություն, ասվում է ուղերձում։ Շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ։ Սա էլ Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկի շնորհավորանքն է։ Նա տեսանյութը հրապարակել է Սարդարապատի հուշահամալիրից։ Լիանա Խաչատուրյան, լուրեր։